Գիրք Զաքարիա, գլուխ 7. Եվ եղավ, որ Դարեհ թագավորի 4-րդ տարումը Տիրոջ խոսքը եղավ Զաքարիային 9-րդ ամսի, այսինքն Քասխևի 4-ին, երբ որ Սարասարին և Ռեկեմելեքին և նրա մարդկանցը Աստծոտունը ուղարկեցին, որ Տիրոջ առաջին աղոթք մատուցանեն, ասելով զորած Տիրոջ տան վրա եղող քահանաներին և մարգարեներին. «Արդյոք լաց լինեմ 5-րդ ամիսը ինձ պահելով, ինչպես որ այսքան տարիներ արել եմ»։ Եվ զորած Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. «Ասիր այս երկրի բոլոր ժողովրդին և քահանաներին, թե երբ որ ծոմ էիք պահում և սուգ անում 5-րդ և 7-րդ ամիսները, ահա այս 70 տարին, միթե ինձ համար էիք ծոմ պահում, և երբ որ ուտում էիք ու երբ որ խմում էիք, միթե ձեզ համար չէիք ուտում և ձեզ համար խմում։ Միթե նույն խոսքերը չհրատարակեց Տերը առաջի մարգարեների ձեռովը, քանի որ Երուսաղեմը և նրա շրջակա քաղաքները շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը շեն էին։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Զաքարիային ասելով. այսպես է ասում զորած Տերը, թե արդար դատաստան արեք և ողորմություն ու գթություն արեք ամեն մեկդ իր եղբորը, և որբևայրին ու որբին, օտարականին ու տնանկին մի զրկեք, և միմյանց դեմ չարություն մի մտածեք ձեր սրտերումը։ Բայց նրանք մերժեցին ականջ դնել, և ուսը խոտորեցրին, և իրանց ականջները ծանրացրին, որ չլսեն, և իրանց սիրտը ադամանդի պես շինեցին, որ չլսեն օրենքը և այն խոսքերը, որ զորած Տերը իր հոգովը առաջի մարգարեների ձեռով է ուղարկեց։ Եվ մեծ բարկություն եղավ զորած Տիրոջ կողմանը։ Եվ եղավ, որ ինչպես նա կանչեց, ու նրանք չլսեցին, այնպես էլ նրանք կանչեցին, և ես չլսեցի, ասում է զորած Տերը։ Եվ ես փոթորիկով քշեցի նրանց ամեն ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին, և երկիրը ամայացավ նրանց ետևից անցուդարձից, և ցանկալի երկիրը ամայի արին։